Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, Lady in Red-ներ եւ Lady in Red-ն է հենց հիմա մեր տաղավարում, որովհետեւ ում ենք սպասում, ովքեր մեզ հյուրընկալեցին։ Անակնկալ։ Գեղեցկության եւ մայրության այս օրը նաեւ մի քիչ հումորով կարելի է ակցենտավորել։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գեղեցկուները։ Ես չգիտեմ, եթե նրանք լինեին հավաքական, հնարավոր է լրիվ այլ ելք լիներ, ավելի լավ։ Միգուցե։ Այսօր մեր սիրելի գեղեցկուներն են մեր տաղավարում, որոնց որ դուք կարոտել եք, տեսեք, տներում եք։ Զարան եւ Հասմիկը, բարև ձեզ։ Զարան եւ Հասմիկը, բարև ձեզ։ Շնորհավոր։ Բարի լույս, շնորհակալություն։ Բարի։ Բացի մեզանից ինչ շնորհավորանքներ եք արդեն հասցնել ստանալ, նվերներ միգուցե, ժպիտներ, լավ տրամադրություն։ Չէ, բարեբախտաբար, այսօր առաջին շնորհավորանքը հենց եթերում էր ձեր կողմից։ Ինչ լավ, բացում արեցին։ Այո։ Չէ, իսկ Զարը պիտի ասի բարեբախտաբար, ես այս դու այս տոնը ընդունում ես Զարը։ Այո, ընդունում եմ, դե ինքը ավելի շատ եկեղեցական, ավելի շատ քրիստոնեական, նախաքրիստոնեական նաև, բայց ինչու ոչ, եթե կարելի է ևս մեկ անգամ խոսել եւ հիշեցնել, որ կանանց համար ոչ թե լինեն սահմանված դերեր, այլ անսահման հնարավորություններ, այդ օրը կարող ենք օգտագործել այդ մասին խոսելու համար, ինչու ոչ։ Հասմիկը համակարծիք է։ Ի տարբերություն Զարայի հասցրել եմ ստանալ շնորհավորանքներ, նվերս երևի թե եղել է օթանավ նստել է, որովհետև հենց նոր եմ ժամանել։ Դեռ ոչ։ Դեռը հույս է տալիս գործը, դեռ ոչ։ Այս կյանքից մեծ ակնկալիքներ ունեմ։ Մեծ ակնկալիքներ, մեծ Boeing-ներով։ Չէ, Boeing-ը շատ մեծ է, փոքրիկ կոկիկ Cessna Gulfstream այդպեսի։ Լավ, դու ձեզ շնորհավորել են, մենք շնորհավորեցինք, դուք ում եք շնորհավորել։ Դուք, այո, իսկապես։ Ում եք ուզում շնորհավորեք կամ։ Կարող եք այդպեսի։ Բոլոր կանանց, անկախ ամեն ինչից, անկախ նրանք մայր են, ինչ ընտրություն են կյանքում կատարել, ինչ ընտրություն պետք է կատարեն, կապ չունի, եթե կինը ծնվել է կին, այսօր արժի, որ նրան շնորհավորել։ Ինչ է նշանակում անկախ նրա, ինչ։ Անկախ ամեն ինչից շնորհավորում եմ բոլոր կանանց եւ նրանց մաղթում եմ ոչ թե սահմանված դերեր, ինչ-որ կարծրատիպեր ու ստանդարտներ, որ ամենաշատը հենց այսօր եւ մարտի 8-ին են հնչում։ Բա էդ է ասում, այո, դա է քեզանց սպասում, Զարա, որ դու ասում որ ես կտրուկ դեմ եմ այս միամսյակի դեմ, որ Հասմիկ, ում ես ուզում շնորհավորես։ Նախ բոլոր մայրերին, որովհետև իսկապես չնայած որ որոշակի կարծրատիպ կա դրանում, բայց ամեն դեպքում կինն ավելի գեղեցկանում է, երբ մայր է դառնում, անկախ նրանից, թե որքան այդ ընթացքում հոգնում բալիկի հետ, թե որքան է իր գործը շատանում, որքան են այսպես ծանրաբեռնվածություններն ավելանում, միևնույն է այդ զգացումը, էմոցիան հասկանում ես, երբ միայն դառնում ես մայր։ Մինչ այդ ինչքան էլ դրա մասին խոսեն, ինչքան էլ պատմեն եւ որքան էլ դա կարծրատիպային լինի, իսկապես դա չես զգում։ Երբ դառնում ես մայր, դա զգում ես։ Դրա համար ես սիրով շնորհավորում եմ նախ եւ առաջ բոլոր մայրերին, իսկ հետո բոլոր գեղեցկուհիներին, ովքեր որ այսպես ասած լրացնում եւ գեղեցկացնում են այս աշխարհը ու առանց նրանց անհնարին է այս աշխարհում։ Okay, շատ բարի։ Լսեցինք շնորհավորանքներ գեղեցկուհիներից նաեւ Զարա, ինչ է քեզ համար նշանակում անսահման այդ որ ասի հնարավորությունները։ Եվ ով է քո հնարավորությունները սահմանում։ Իմ հնարավորությունները որևէ մեկը ամեն դեպքում պայքարում են, որ չկարողան անսահմանափակել եւ առհասարակ պետք չի որևէ մեկի հնարավորությունները սահմանափակել անկախ սեռից, որովհետեւ շատ դեպքերում ինձ բնորոշում են որպես ֆեմինիստ, բայց ես միշտ ասում եմ, որ ես ավելի շատ էգալիտարիստական հայացքներ ունեմ եւ առհասարակ փորձում եմ հիշեցիք ֆրանսիական մեծ ուրեմն հեղափոխությունը։ Էգալիտե, այդ էգալիտե։ Հավասարություն սոցիալական անարդարության դեմ է իմ պայքարը եւ չգիտեմ, երևի թե սոցիալական անարդարությունը ավելի շատ կանանց դեմ է լինում, ավելի շատ բարձրաձայնում ենք այդպիսի խնդիրներ, դրա համար մի տեսակ ավտոմատ դառնում ես ֆեմինիստ, բայց թող որևէ մեկի հնարավորությունները երբեք չսահմանափակվեն, որովհետև մարդը ավելին է, քան իր սեռը, եւ սեռը չի որոշում, թե մարդը ինչպիսի մարդ է, հա, եկեք մարդուն չդիտարկենք որպես սեռ, այլ դիտարկենք որպես մարդ առհասարակ։ Բայց կարևոր չէ արդյոք օրինակ մարդուն դիտարկել որպես կին, որպես տղամարդ։
աղջիկ, տղա։ Առանց սահմանափակումների կարծում եմ։ Բայց ո՞րն է սրա սահմանափակումը։ Օրինակ, դու սա չես կարող, որովհետև դու կին ես։ Օրինակ, ինչ չես կարող։ Օրինակ, ոչ։ Ինչ չես։ Ես ասֆալտ փռողքին տեսել եմ։ Շատ վատ է, որ ասֆալտ փռողքին կա միջերից։ Դե չգիտեմ, Զարան համաձայն է թե չէ։ կանոջ ազատ կամքի դրսևորմանը կինը լինի այնտեղ, որտեղ ուզում է լինել կինը, բայց առհասարակ կին ուզում է ասֆալտ փռի։ Ես չգիտեմ բոլոր կանանց ցանկությունները, բայց լավ կյանքից չի էլի երևի։ Երևի առհասարակ եկեք խոսանք իրավունքների մասին, որովհետև շատ հաճախ կանանց նույն այդ ինչ որ կարծրատիպային վերաբերմունքով ասում են, որ կինը այս բաները չի կարող անել։ Եկեք չհերքենք դա, որովհետև դա իրականում կա եւ միայն կինը գիտի թե ինչ կարծրատիպեր է։ Ես համաձայն եմ քո հետ, որ իրականում կա ինչ որտեղ, բայց ես քանի որ ես ոչ մեկին չեմ սահմանափակում, դու չես սահմանափակվել, ես ձեզ տեսնելով ու ինձ տեսնելով հասկանում եմ, որ դա ուղղակի ինձ սահմանափակում են շատ հաճախ։ Ասում են կինս մի գնա եթե։ Ոչ, նույն աշխատանքի ընդունվելիս եւ միջազգային կազմակերպություններից մեկը, երբ ես ուղարկել էի CV, իրենք իմ տարիքը հարցրեցին եւ ինձ չընդունեցին աշխատանքի, որովհետեւ իմ այն տարիքն է, որ ես պետք է ամուսնանամ եւ պետք է գնամ դեկրետ։ Իսկ իրենց պետք չէ այնպեսի աշխատող, որը մի քանի ամիս հետո, այսինքն իմ փոխարեն պատճառաբանություն ասեցին, մենք չենք կարող վերցնել, որովհետեւ քո ինչ տարիքն է գնա ամուսնացի։ Դրա մասին։ Բայց հիմա Հայաստանում տղամարդիկ է կարան դեկրետ գնան, չէ՞։ Մի քանի օրով ավելի քիչ։ Չէ, կարող են գնալ։ Ինչ կասես։ Համաձայն ես Զարայի բոլոր կետերի։ Զարայի վաշտից ես։ Ես քանի որ իմ շրջապատում չեմ ճանաչում մի կնոջ, ով որոշակի առումներով սահմանափակված է Կամ քեզ փորձել են երբևիցե սահմանափակել։ Ես չեմ հիշում նման դեպք, որովհետև գուցե փորձել են, բայց ամեն դեպքում ի վերջո ես արել եմ այն, ինչ որ ճիշտ եմ գտել, որովհետև սա իմ կյանքն է, ես եմ ապրում այս կյանքը եւ ես ունեմ ընտրության իրավունք, հենց դա է ֆեմինիստական շարժման այդ առանձնահատկությունը, Զարան կփաստի ու կարծում եմ բոլորս ապրում ենք այդպես, պարզապես առանց շատ խորանալու թե ինչպես ենք մենք ապրում, ուղղակի վայելում ենք այս կյանքը ու իմ կարծիքով կնոջ երջանկությունն այնտեղ է, որտեղ որ բալանսավորված կյանքն է, այսինքն այս կյանքում կա ընտանիք, կա ընկերներ, կա աշխատանք սիրելի, այս բալանսավորվածության մեջ երջանկությունն ու ներդաշնակությունն է, ու երբ գալիս է սեփական անձի ներդաշնակությունը, մարդն ինքնին արդեն խաղաղ եւ երջանիկ է լինում իմ կարծիքով։ Տեսար, ինչ լավ շղթան բերեց, կապեց, ինչպես որ Քրիստինան էր ասում ամենասկզբում, ներդաշնակության մեջ է ամենը։ Գարմոնիայի մեջ։ Սիմֆոնիան այդպես է։ Իսկ այսպեսի հասկացողություն կա, անգամ երբ կա դրա մասին, կանանցի երջանկություն, դա առանձնահատուկ երջանկություն է, թե։ Ոյ, չէ, դա ընդհանրապես խտրական է։ Շակավեցի։ Բայց լավ բան է, ես օրինակ լավ բան եմ շակավում ել։ Женское счастье։ Ինչ որ մեկը կարող է բացատրել, թե ինչ է կանացի երջանկություն։ Չէ, բայց ես օրինակ կարող եմ ասել տղամարդու երջանկությունը ինչ է։ Իմ համար։ Ես էլ կարող եմ ասել, եւ վերջապես մենք երբեք չենք կարող ասել ինչ է ուզում։ Կարող է սահմանել, հարցը դա է, որ ամենը չկա մի բանաձև երջանիկ լինելու, որքան Չէ, բացարձակ բանաձևներ չկան։ Բայց կա՞ չէ յուրահատուկ տենց։ Ոչ, ամենքին ինձ թվում է երևի թե ինքն է սահմանում, թե որն է իր կանացի, որն է կանացի։ Այս դեպքում ես համաձայն եմ, որ սեռերի բաժանել պետք չի, որովհետև մարդը ինքնին կարող է լինել երջանիկ եւ ոչ, անկախ նրանից կին է թե տղամարդ, ու ինքն է իր ընտրություններով գալիս հանգում նրան արդյոք երջանիկ է այսօր, թե ոչ։ Օրինակ Հասմիկը փաստեց, որ այ մայրանալը դա լրիվ ուրիշ գեղեցկություն է, լրիվ ուրիշ թռիչք է, այ քեզ համար, մանավանդ նկատի ունենալով Նարեին, ինչպես է փոխվել քո կյանքը, Հասմիկ, այդ գեղեցկությունները դու սկսել ես ավելի շատ նկատել, ինչ է փոխվել քո կյանքում։ Ես հիմա հասկանում եմ, որ ես իմ աղջկանից սովորում եմ։ Իմ աղջիկն ընդամենը 2 տարեկան է, բայց ես կարողանում եմ անընդհատ իրենից սովորել ու հատկապես սովորել մանրուքները վայելել։ Եթե օրինակ իր համար շատ մեծ երջանկություն է մի քանի ծիտիկ միասին տեսնելը եւ վազել նրանց այսպես թռցնելը, ու դրանից ինքը աշխարհով մեկ է լինում, ես էլ դրանից եմ երջանկանում, այսինքն
այդ մանր բաները, որոնք որ մեզ շրջապատում են եւ մենք սովորաբար դա չենք նկատում, երեխաները նկատում են եւ դա նրանցից իսկապես պետք է սովորել։ Մանրուքների մեջ է, սովորելը մանրուքների մեջ է, իսկ ջրափոսերի հետ ինչպես է նա, ես իր հետ հավասար ջրափոսերի մեջ։ Դու ունես հատուկ դրա համար կոշիկներ, մեծ ռետինե միջև այո, արգելելու փոխարեն պարզապես երկարաճիտ։ Ինչ է վերջին անգամ ուրախացրել Զարան եւ Հասմիկին, ուզում այդ լիաթոք, լիասիրտ, որ ուրախացել եք, անմոռաց։ Նյու Յորքում լինելը, որ ես վերջին անգամ 2019 թվականին էի ես Նյու Յորքում, վերջին նոր եմ վերադարձել Նյու Յորքից։ Նոր եմ վերադարձել, ահա, ու շատ հետաքրքիր էր, որ ամեն քաղաք, ես դա այդ ընթացքում հասկացա, որ ամեն քաղաք դու նորով ես բացահայտում տարբեր տարիքային սեգմենտում, այսինքն, երբ որ ես 25 տարեկանում գնացի Նյու Յորք, իմ համար Նյու Յորքը բոլորովին այլ էր, բայց երբ որ արդեն 30 տարեկանում եղա Նյու Յորքում, դա մի ուրիշ բացահայտումներ էր։ Ինչպիսին էր այս անգամ քեզ համար Նյու Յորքը, պատմի մեզ, կարող մենք ենք գայթակղենք գնանք։ Չեմ կարող բացատրել, որովհետև ավելի շատ էմոցիոնալ առումով էր, ավելի շատ ընկալման հետ էր կապված, որ, չգիտեմ, նորովի էր Երջանիկ էր այնտեղ։ Այո, երջանիկ էի։ Տես, կանանց անհավասարության մասին ենք խոսում, բայց ասենք, որ Զարա Նյու Յորքից է եկել, իսկ Հասմիկը Փարիզից։ Իսկ դու ուր էիր գնացել վերջի անգամ։ Ես Էջմիածինում երկու անգամ հիշում ես Խաթաբալադայի մեջ։ Ասում ես Էջմիածին երկու անգամ։ Ես Մակարավանք եմ վերջերս գնացել եւ վերադարձել։ Բայց դա եւս երջանկություն է, եկեք իհարկե, Եվ կարևոր չի թե ուր եք գնում։ Պատմությունն է, մենք մանր բաներով ենք երջանկանում, իսկ դուք Նյու Յորք, Փարիզ։ Ինչ է տալի կնոջը այդ զգացողները։ Այո, Փարիզ, Նյու Յորք, ինչի համար է դա պետք։ Ինչ է դա։ Առհասարակ ճանապարհորդելը յուրաքանչյուր մարդու կապ չունի կնոջ թե տղամարդու, օգնում է ավելի ընդլայնել մտահորիզոնը։ Ես կարող եմ ասել, որ տղամարդը կարողանում է դիմանալ։ Որովհետև կինը նկատում է հենց այդ մանրուքները, խնդիրն այդտեղ է, եւ որովհետև էմոցիոնալ առումով երևի թե ավելի շատ է կարողանում վերցնել եւ լիցքավորվել, այո, իսկ Փարիզի հետ կապված ուղղակի ամեն անկյունում մշակութային կաթիլներն էին, որոնք ես այսպես հավաքել, լիցքավորվել եւ երջանիկ վերադարձել եմ։ Որը անպայման ստորիներով կտեսնեք, չէ՞։ Տեսել եք։ Չէ, դեռ շատ ընտեր։ Ինչ է պետք ժպիտ պարգևելու համար, եթե ֆրանսերեն ասեիր։ Je suis ժպիտ։ Երբ որ տղամարդիկ ծաղիկներ են նվիրում կանանց մանավանդ ապրիլի 7-ին։ Սա ուղարկեմ Զարային, Ֆանֆան Տյուլպան։ Այ Ֆանֆան Տյուլպանից։ Ու ես խնդրում ծաղիկների համար։ Սիրում ես որ տղամարդիկ ծաղիկ են։ Իհարկե։ Հասմիկին։ Իսկ դա կապ ունի որ կինը կնոջը թե։ Ոչ, ես ինքս համար եմ ծաղիկներ։ Չէ, ինքդ քեզ համար հա, բայց երբ որ ուրիշն է նվիրում ավելի։ Դա միշտ հաճելի է ծաղիկներ նվեր ստանալը։ Հիմա ասեմ, տղամարդուց թե կնոջից։ Նայած ինչ տղամարդուց եւ նայած ինչ կնոջից, ըս էլի սերերի հետ կապ չունի, բայց ինձ շատ ուրախացրեց, որ այսօր Էրնեստ Հեմինգուեյն է այսօր։ Որ ես Եգոր Գլումովից ստացի։ Օ, անգամ այսպես։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք, ամենալավ բաներն ենք ձեզ մաղթում, միշտ եղեք երջանիկ, եթե դրա համար պետք է Փարիզ կամ Նյու Յորք հասնել, աստված տա որ այդքան հնարավորություններ դուք ունենաք եւ այն մարդիկ, որոնք որ ձեր հարևանությամբ են, շնորհակալություն մեր սիրելի Ֆանֆան Տյուլպանը։ Այո, սեղանին դրված այս հրաշալի ծաղկային կոմպոզիցիան եւ իհարկե այսօրվա մեր ծաղկային անակնկալները մեր գեղեցկուհիներին Ֆանֆան Տյուլպան ծաղկի խանութ սրահի կողմից են։ Խանջյան 7 հասցեում գտնվող սրահը աշխատում է առավոտյան ժամը 7-ից մինչև կես գիշեր։ Այստեղից կարող եք ձեռք բերել գեղեցկագույն ծաղկային կոմպոզիցիաներ, ծաղկե փնջեր, հարսանեկան ծաղկե փնջեր, հելիումով փուչիկներ, տարերով կոմպոզիցիաներ, խաղալիքներ, բացիկներ եւ տուփեր։ Եթե անձամբ չեք կարողանա գնալ եւ գնել, ապա պատվիր եք առաքումը անվճար է։ Ֆանֆան Տյուլպանը կազմակերպում է նաեւ կորպորատիվներ ու ֆլորիստիկայի դասընթացներ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ հասցեն Խանջյան 7 հեռախոսահամար, որով կարող եք զանգահարել եւ պատվիրել անվճար առաքումը 077 988 955։ Եղեք երջանիկ եւ գեղեցիկ Ֆանֆան Տյուլպանի հետ նաեւ։ Գովաստ։ Այո, գովաստ, աղջիկներ, ապրեք, լավ անակնկալ արեցիք մեզ, լավ ժպտացինք, տեսեք դուք էլ մեզ երջանկացրիք ձեր օրով, ապրիլ 7-ին։ Դուք էլ մեզ։ Առանց Նյու Յորքի եւ առանց Փարիզի։ Փարիզի։ Այո, շնորհակալ ենք։ Գովաստ շանթի, մնացեք մեզ հետ։